զարգացումներ չկան, վերջին եւ առաջին տեղեկատվությունը դա այն տեղեկատվությունն է, որ շուրջ 20 օր առաջ է եղել, մենք ինտենսիվ աշխատում ենք Գազպրոմի մեր գործընկերների հետ, այս բան ավելացնելու ոչինչ չկա, այսինքն նոր բան չկա, փոփոխություններ չկան, մենք գազը ստանում ենք կանոնավոր գրաֆիկով, ստանում ենք այն սակագինով, որը գոյություն է ունեցել, այդ սակագինը սահմանված է պայմանագրերով, դեռևս այդ պայմանագրերը իրեն ժամկետի մեջ են գտնվում, պայմանագրերը մինչև տարեվերջ եւ 2027 թվականի տարեսկիզբ դեռևս, ուրեմն ժամկետի մեջ են գտնվում, սրա մասով նոր զարգացումներ չկա, ավելին ես պիտի հարգելի գործընկերներ, աշխարհում ամեն ինչ հնարավոր է, չեմ կարողանա ասել, հնարավոր է թե հնարավոր չի, բայց այս պահին ունենք այն իրավիճակը, ինչի մասին ասացի եւ պիտի նաեւ ասեմ, որ իմ տպավորությամբ մամուլում մեկնաբանությունները շատ ավելի վատն են, քան իրականում գետնի վրա տեղի ունեցող, որտեղ գետնի վրա մենք բնականon հունով գազամատակարարում ենք ստանում ենք այն սակագնով, որը սահմանված է, աշխատում ենք գործընկերների հետ, այնպես ինչպես աշխատել ենք նախորդում, այսինքն ավելացնելու, մեկնաբանելու այլ ոչ սակագնի վերանայման մասով պաշտոնական այլ տեղեկատվություն չկա, քան այն տեղեկատվությունը, ինչը հրապարակվել է մամուլում շուրջ 1 ամիս առաջ, մեր գործընկեր նախարարության միջոցով ենք ստացել գրություն, այդ բովանդակությամբ, բայց նորից պիտի ասեմ, մենք մեր ռիսկերը կառավարում ենք այդ թվում սակագնի ավելացման մասով, մտահոգություններ թույլ տվեք շատ հակագծեր չբացել, մեր ռիսկերը մենք կառավարում ենք, որտեղ այդքան էլ պատկերը այնպեսին չէ, ինչպեսին կարող է տպավորություն ստեղծվել առաջին հաշվին։ Չի ստացի, որ եվրոպական գներ սահմանվել նաև Հայաստանի համար։ Չեմ կարող ասել ինչ կստացվի, ես կարող եմ ասել, որ քաղաքացիները մտահոգվելու առիթ այս պահին այդ առումով չունեն։ Ոչ հնարավոր փոփոխություն չկա, որտեղ մենք պայմանագիր ունենք եւ այդ պայմանագրի ժամկետը ձմեռվանից էլ հետո է լրանում։ Այլ գործընկերներ, միակողմանի պայմանագիր խզվելու համար հիմքեր են պետք։ Մենք նորմալ աշխատում ենք, ստանում ենք գազը այն սակագնով, որով ստացել ենք, ստանում ենք գազը այն գրաֆիկով, որով ստացել ենք գործընկերների հետ, նորմալ չէ, շատ լավ աշխատանքային հարաբերություններ են, մեր աշխատանքային հարաբերությունները ոչինչ չեն փոխել։ Հիմքը կարողանում է, որ լավ օրինակ կատարել։ Դե հիմա մենք ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի մասով արդեն ասել ենք, դրա հետ կապված ավելացնելու ոչինչ չունենք եւ կարծում դա տեղեկատվություն, այսինքն փոխացեցի ձեզ ամբողջությամբ խնդրում չստեղծել այնպիսի տպավորություն, որ Հայաստանում ավելի շահագրգռված են գազի գնի բարձրացման, Ես պնդում եմ, որ մենք ունենք պայմանագիր, որը ժամկետի մեջ է եւ հիմա շարժում ենք այդ պայմանագրով։ Վիճակը այդքան բան չի, ինչպես որ ներկայացում է, բայց Լավրովը երեք ասել, որ պետք է հրատապ այդ հացը զուգի ԵԱՏՄ-ից դուրս գալու, այսինքն արդեն մեզ ոչ թե ընտրության հնարավորություն տալիս, այլ ասում որ պետք է դուրս գաք։ Հիմա այս դեպքում ինչ պետք է անի Հայաստանը։ Այսինքն կողմնորոշվելու անգամ տեղ։ Մենք դրա հետ կապված մեկնաբանություններ բազմիցս արել ենք, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է եւ մեր պլանները այս պայն այնպեսին են, ինչի մասին Հանրապետության վարչապետը բազմիցս հայտարարել է։ Ասում ենք ԵԱՏՄ-ում ենք եւ վերջ։ Այս պայն մենք ԵԱՏՄ-ում ենք եւ վերջ։ Դե թույլ տվեք չմեկնաբանեմ այդ հարցը։ Շատ լավ, կան երկրներ, հարգելի գործընկերներ, կան երկրներ, որոնց ղեկավարները սպասում են պաշտոնական արդյունքների հրապարակմանը, կան երկրներ, որոնց ղեկավարները սպասում են նախնական արդյունքների հրապարակմանը, այսինքն հիմա շատ լավ պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո այդ հարցին ոչ չեմ տեսնում։ Հարգելի գործընկերներ, ընտրությունների պաշտոնական արդյունքները դեռևս չկան եւ Հանրապետության վարչապետի արտասահմանյան գործողումների գրաֆիկ էլ դեռևս չկա ենթադրվում, եթե լինի կիմանաք, որ երկիր մեկնեցեք։ Facebook-յան գրել էին սկսել, դեպի ռադիոյում 0-ին եք ստացել, այնինչ ըստ արձանագրության 717 են։ Ըստ էս նպատակում է տպավորություն ստեղծել, որ մեր իշխանությունը ընտրությունների կազմակերպման մասով նման է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի իշխանություններին, այսինքն ընտրակեղծեր իշխանությունը։ Բնականաբար հասկանում եմ ԲՀԿ-ի գործընկերներին, իրենք շեմային վիճակում են գտնվում եւ որոշակի քվեների տեղաշարժ կարող է
արդյունք ապահովել իրենց համար, ես էլ լինեի իրենց տեղ վերահաշվարկի համար կդիմեի, այդ մասով այտենց ֆորս մաժորային ինչ-որ իրավիճակ չունենք, վերահաշվարկը կարվի կհասկանանք վերահաշվարկի արդյունքում փոխվում է պատկեր թե չէ, բայց եթե պատկերը նույնիսկ փոխվի, ավելանա ինչ-որ քաղաքական ուժերի կամ պակասի ինչ-որ քաղաքական ուժերից, դա լինելու է մի քանի քվեների համար, այսինքն ընդհանրապես խոսքը մի քանի քվեի մասին է, եւ պիտի ասեմ, որ արդեն մինչ այս պահը տեղի ունեցած ճշգրտումների արդյունքում ամենաշատը ավելացել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության քվեները, այսինքն տրամաբանություն չկա նաեւ այդ առումով մեկնաբանությունները չեմ հասկանում ինչի մասն է, քաղաքացիական պայմանագիրը, օրինակ ընտրությունները պայմանական ասած կեղծի այնպես, որի արդյունքում իր քվեները քաղաքացիների կողմից ստացած քվեների համար արձանագրվեն օրինակ 1000-ով ավելի ցածր, այդտեղ տրամաբանություն չկա, իսկ այն որ ընդդիմությունը այս ընտրություններում ձախողվել է, իրենց ակնկալիքը որն էր բաժանել հնարավորինս մեծ թվով ընտրակաշարք, ապահովել այլ երկրներից հնարավոր մեծ թվով մարդկանց մասնակցություն, ինչի ականատեսը եղանք վերջին ուրեմն շաբաթների ընթացքում, բայց հասկանալի է, որ նաև այդ հանգամանքը փորձել են ամբողջությամբ գործի դնել, ինչը կանխվել է, չի ստացվել, մասնավորապես հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բազմաթիվ ձայնագրություններ են հրապարակվել եւ երեք էլ նաեւ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ասաց, որ դեռևս առաջիկայում էլ որոշակի հրապարակումներ կլինեն, նոր քրեական գործեր կլինեն այս մասով, հասկանալի է, որ նաև ընտրակաշարքի ազդեցությունն է մեծ եղել, բայց ընտրակաշարքով էլ նույնիսկ ընդդիմությունը այնքան ապաշնոր է, որ չի կարողացել իր համար բաղձալի հաղթանակ ունենալ, ինչը մեր համար խիստ կանխատեսելի էր, որովհետև հնարավոր չի արգելի գործընկերներ հրապարակում ունենալ 10,000 մարդ, հետո հայտարարել, որ ունենք 80,000 մարդ եւ ակնկալել, որ դե 80,000 մարդ ենք ունեցել հանրահավաքին, դա հսկայական թիվ է։ Հիմա անդիմությունը հետեւյալն է անում, փորձում է ստվեր գցել ընտրության արդյունքների վրա։ Բայց դա էլ չի ստացվելու իրաց մոտ, որտեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գնացել են ընտրության, իրենք գիտեն ում են քվեարկել, իրենք գիտեն մոտավորապես իրավիճակը ոնց է, այսինքն էական Ռուսաստանը միջև օրս չի շնորհավորել։ Ես ասացի, կան երկրները ըստ ամենայնի, որոնց ղեկավարները սպասում են նախնական արդյունքներից հետո շնորհավորել են, կան երկրներ, որոնք սպասում են վերջնական արդյունքներից հետո վերջնական արդյունքների չեն տեսնում միտում, քանի որ վերջնական արդյունքները չեն հրապարակվել, եթե ուշադիր լինենք, ապա պարզի, որ էլի այլ երկրներ կան, որոնց ղեկավարներն էլ դեռ չեն շնորհավորել։ Եվրոպական երկրներ, ոչ միայն եվրոպական երկրներն են շնորհավորել, օրինակ Վրաստանի վարչապետն է շնորհավորել առաջիններից մեկը, Ղազախստանի նախագահն է շնորհավորել առաջիններից մեկը, եվրոպական երկրները շնորհավորել են, բայց վստահաբար եվրոպական երկրներն էլ ոչ ամբողջ կազմով են շնորհավորել։ Շատ լավ, մեր ռազմավարական դաշնակիցը ըստ ամենայնի սպասում է պաշտոնական տվյալների ամփոփմանը, իդեպ դրան ենք մենք սպասում։ Չեմ կարող ասել արգելի գործընկերներ, խնդրում եմ այդ հարցերը վարչապետի աշխատակազմ կամ արտաքին գործերի նախարարությանը։ Այսպիսի հայտարարություններ արել, որ իրենց հուսանալիպես կարծում եք այդպես, որ պատգամավոր դիրքորոշումը կփոխվի եւ Նիկոլ Փաշինյանը իր աթոռը կկորցնի, նախորդ Նարեկ Կարապետյանը ճիշտ կանի զգույշ լինի, որովհետեւ վերջին իրադարձությունները ցույց են տվել, որ սովորաբար այդպիսի դեպքերում ընդդիմությունից են տեղափոխվում իշխանություն։ Բազմաթիվ այդպիսի իրենք զգույշ պիտի լինեն դրա մասին խոսքը, որովհետև կարող է պատկերը լինել այնպես, ինչպես նախորդի եղել է։ Չեմ սպառնում։ Պարոն Փաշինյանն բայց ամեն դեպքում Փաշինյանն 49%-ն է հավաքել։ 49% չեն հավաքել են 40 Փաշինյանին աջակցող։ Արգելի գործընկերները ոչ խնդրահարույց չի մեզ համար պարլամենտական կառավարման երկրում մենք արդեն 8 տարվա իշխանություն ենք, եթե ուշադիր լինեք աշխարհի տարբեր երկրներում կոալիցիոն կառավարություններ են ձևավորվում նաև այսպիսի ընտրությունների արդյունքում, իսկ քաղաքացիական պայմանագրի դեպքում քաղաքացիական պայմանագրի թույլ տվեք հարցին պատասխանել։ Մեզ աջակցել է ընտրության մասնակիցների 49.9%-ը, որի եւ 50%-ի մեջ տարբերությունը ընդամենը 1500 ձայն է եւ վերահաշվարկն էլ ավարտված չի բացառվում, որ եւս 1500 ձայն ավելանա, ինչպես օրինակ ավելացել է մի քանի տեղամասերում ամփոփման արդյունքում, բայց այստեղ նաեւ 49.9-ի եւ 50-ի մասին չի խոսակցությունը քաղաքացիների ճնշող մեծամասնության քվեն ստանալու մասին է եւ այդ մեկնաբանությունը թույլ տվեք ձեր հետ չկիսեմ ինչ է նշանակում փոշիացող ձայների արդյունքում ընտրությունների շատ լավ դե փոշիացող ձայների արդյունքում թող ուժը Հայաստանը կարողանար մեծամասնություն հարգելի գործընկերներ մենք թույլ կտակ
մենք 2.5 անգամ, 2 ամբողջ, ավելի քան 2 անգամ ավել ձայն ենք ստացել, քան իրենց ընտրություններից առաջ իշխանություն հռչակած, ինչ-որ տարօրինակ աշխատասենյակում, տարօրինակ կառավարության կազմ ձևավորած եւ տարօրինակ մարդուն պարոն վարչապետող դիմող քաղաքական ուժ է։ Բայց ինչպեսի խայտարակություն է հավաքվել մի սենյակում, ձևավորել կառավարություն, ընտրել նախարարներ, ունենալ պաշտպանության նախարար, որը կարծում է թե 155 մմ-անոց տրամաչափով, ուրեմն հրետանու միջոցին, այսինքն մեծ կամ փոքր արկ տեղադրել ընդամենը որակական խնդիր է, ունենալ մարդ, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի եւ նույնիսկ ընտրություններում հաջողություն հասնելու պարագայում էլ չէր կարող լինել վարչապետ, բայց ընտրություններից 1-2 ամիս առաջ այդ մարդուն ինչ-որ այլ տարօրինակ մարդիկ դիմում են պարոն վարչապետով եւ դրանից հետո գնալ ընտրության ստանալ 23% աջակցության քվե, պետք է այդպիսի շատ լավ, մենք էլ ստացել ենք 700 մենք էլ ստացել ենք 730,000 ձայն, մենք էլ ստացել ենք 730,000 ձայն, որը շատ ավելին է, քան ստացել ենք 2021 թվականին։ Չտպավորություն մի ստեղծեք, որ մեր ձայները պակաս է 2026 թվականի ընտրություններին առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան ժամը 20:00 ընկած հատվածում Հայաստանի Հանրապետության շուրջ 40,000 ավել քաղաքացիներ գնացել են ընտրության, որոնք մասնակցել են եւ ընտրել են քաղաքացիական պայմանագիր կուսակցության։ Այսինքն մենք 2020 ուրեմն թույլ տվեք ասել, որ մարդկանց շատ իշխանությունն էլ ավելի շատ ստացել։ Ասում եմ 21 թվականին ավելի շատ քիչ ձայն է ստացել, 300,000 ձայն է ստացել, հիմա ստացել 540,000 ձայն, 3 ընդդիմադիր ուժերը, մնացած ուժերին չեմ հաշվում։ Հիմա սա արդյոք խնդրահարույց չէ իշխանության համար։ Ոչ իշխանության համար խնդրահարույց չէ, որտեղ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է, ես մտահոգվածի տեսք ունեմ կամ մտահոգվածի Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե դուք սահմանադրական մեծամասնություն չկազմեք սեպտեմբերի պատերազմներին, դուք չեք կազմել մեծամասնություն սահմանադրական սեպտեմբերի պատերազմին լինելու են թե ոչ։ Մենք որպես Հայաստանի իշխանություն ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանում լինի խաղաղություն եւ օգոստոսի 8-ին 2025 թվականի հաստատված խաղաղությունը Հայաստանի Հանրապետության համար լինի հավերժ խաղաղություն։ Այսինքն մենք քաղաքացիներից դեր սահմանադրական մեծամասնություն թույլ տվեք այդ հանգամանքը շատ չկապեմ սահմանադրական մեծամասնության հետ, մենք հաղթել ենք վստահ եմ, որ պրոցեսները խիստ կառավարելի են եւ Հանրապետության վարչապետի առաջնորդությամբ մեզ հաջողվելու է Հայաստանի Հանրապետության խաղաղության ժամանակահատվածը դարձնել տևական եւ հավերժ։ Ինչպես եք ընդունելու, եթե չունեք սահմանադրական մեծամասնություն։ Այդ հարցի ասիատերը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը չի, ես օրենքի շատ մանրամասներին էլ չեմ տիրապետում, գիտեմ, որ երեք նաեւ Տիկին Գալյանին է այդ հարցը տվել եւ ին գործիք է Տիկին Գալյանը պատշաճ պատասխանել է այդ հարցին։ Պարոն Խուդերյան, բայց Փաշինյանը իրատեսական է համարում, որ սահմանադրական մեծամասնություն է ապահովել, ըստ ձեզ ինչ ձեր թիմին չհաջողվեց դա։ Չեմ կարող գնահատական տալ իրատեսական ենք համարել, թե իրատեսական չենք համարել, ձգտել ենք առավելագույն անել, շատ լավ, մենք բոլորս ձգտել ենք առավելագույն անել, ավելի շատ քաղաքացիների վստահության քվե ստանալու մասով, կարծում եմ ընտրություններին մեծ ազդեցություն ունեցել ընտրակաշառքի հանգամանքը, այդ թվում նաև այլ երկրներից Հայաստան 1 օրով, 2 օրով, 3 օրով եկած եւ Հայաստանում ընտրության մասնակցած ուրեմն քաղաքացիների մեծ լինելու հանգամանքը, տեսակ որ այդ թվերը նաև ըստ ամենայնի պայմանավորված է, դրանով էր պայմանավորված նաև ընտրությունների մասնակցության աննախադեպ ցուցանիշը, բայց նորից պիտի ասեմ, շատ լավ կան նաև այդպիսի մարդիկ, ովքեր մեզ են ընտրել, կան նաև այդպիսի մարդիկ, ովքեր այլ երկրներից եկել են եւ ընդդիմության են ընտրել, ընտրակաշառքով ընդդիմության օգտին բնականաբար քվեարկողներ կան, ընտրակաշառքով իշխանության օգտին ոչ մի քվեարկող չկա, որտեղ մենք երբևէ, որովհետեւ մենք կան բազմաթիվ, ինչպես ձեր օգտին է հայ վարչական ռեսուրսով։ Մեր օգտին վարչական ռեսուրսով քվեարկողներ չկան։ Մենք Տաշիր պիցայի սեփականատերը չենք, որ մեր աշխատողներին այնպիսի իրավիճակում դնենք, որ իրենք ստիպված մեր օգտին քվեարկեն։ Գոհար ասում եք, եթե այս Ասիջանի խաղողները լինեին, հիմա Սամվել Կարապետյանը կլիներ իշխողության առաջնորդ։ Թույլ տվեք դες որ նախարարության իսկական գործը թողած Կարմելյանին չմեկնանա։ Եվ մեկ էլ մոդուլյար ատոմականի հետ կապված հիշեցի կայացրել եք, կարող եք ասել, որ ամերիկյան կողմի հետ ամենայն հավանականությամբ աշխատանքները կշարունակվեն։ Ոչ, ես ասացի, որ մենք տեսակի ընտրություն ենք իրականացրել, այսինքն որոշել ենք, որ
Հայաստանում նոր ատոմակայանը պիտի լինի մոդուլյար տիպի ատոմակայան, մոդելի եւ հետեւաբար ուրեմն արտադրող երկրություն չեն կատարել, որտեղ մոդելի դրությամբ է պայմանավորված արտադրող երկիրը։ Ամերիկյան կողմից էլ ունենք առաջարկներ եւ ուսումնասիրում ենք, ֆրանսիական կողմից էլ ունենք, ռուսական կողմից էլ ունենք, կորեական կողմից էլ ունենք, չինական կողմից էլ ունենք, նախարարության ունեն իրենք մոդուլյարի որոշակի մոդել, որը այս պահին ուրեմն նավի վրա է տեղակայված, ունեն տարբեր երկրներ, իմ թվարկած բոլոր երկրները ունեն մոդուլյար ատոմականների մասով տարբեր առաջարկներ, որոշում կայացնելու մասով չեն շտապում, որովհետև Հայաստանի ատոմային էներգակայանի հնարավորությունները դեռևս երկար այնպեսին են լինելու, որ կարողանանք մենք այն պահել էներգա համակարգում եւ զեկույցի ժամը առնվազն մինչեւ 2036 թվականը, որտեղ հիմա շահգործման ժամկետի երկարացման ծրագիր եք իրականացնում եւ դրա ավարտից հետո արդեն օգոստոսի վերջ սեպտեմբերին մենք կունենանք թույլտվություն ատոմականի շահգործման ժամկետը երկարացնել մինչև 2036 թվականը, բայց դա չի նշանակում, որ մեր ատոմականը դրանից հետո ի վիճակի չի լինի մնալ էներգա համակարգում, դրանից հետո շահգործման ժամկետի երկարացման նոր ծրագիր կիրականացնենք, որի արդյունքում, այսինքն մեր փորձը կառավարությունը շտապելու բան չունի, մանավանդ այն հանգամանքով պայմանավորված, որ այս մոդուլյար ատոմականների մասով ուրեմն նոր տեսակի ատոմականներ են սրանք եւ ինչպես ցանկացած նոր արտադրանք, այնպես էլ ատոմականների մասով նոր եղած ժամանակ գները բնականաբար ավելի թանկ են լինում, քան որոշակի ժամանակ հետո։ Եթե նա ավելի հզոր է եւ ամբողջությամբ ծածկում է Հայաստանի պահանջները էլեկտրաէներգիայի հետ կապված, արդյոք ռիսկային չի լինելու, որտեղ կան տեսակետներ մասնագետների կողմից, որ մոդուլյարը իր հզորությամբ մի քանի անգամ զիջում է։ Հզորության հետ կապված խնդիր չկա, մենք ընտրում ենք այն հզորությունը, որը ցանկանանք ընտրել, այսինքն մեր էներգետիկ համակարգին եւ Հայաստանի պատկերացումներին եւ սպառումներին մեր համակարգի ուրեմն համահունչ, այսինքն կարող ենք մոդուլյար ընտրել 100 մեգավատ հզորությամբ, կարող ենք մոդուլյար ընտրել 1000 մեգավատ հզորությամբ, կախված մոդուլների թվից եւ այն կարիքներից եւ այն ֆինանսական հնարավորություններից, ինչ ունի Հայաստանի Հանրապետությունը։ Ինչի մոդուլյար, որովհետև մոդուլյար ատոմակայանը ավելի ճկուն է եւ էներգա համակարգում իր աշխատանքը բնականաբար ավելի սինխրոն է լինելու։ Մենք պլանավորում ենք եւ հիմա էլ գնում ենք այն ճանապարհով, որ վերականգնող էներգետիկայի տեսակարար կշիռը Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգում ավելացնում ենք, իսկ դա մեզ բերում է անհրաժեշտություն ավելի ճկուն գործիքներ ունենալու, մասնավորապես արևային կայանների թվի եւ դրվածքային հզորության աճով պայմանավորված մենք հիմա որոշակի սեզոնների, ցերեկային որոշակի ժամերի ստիպված ենք լինում լիցքաթափել մեր հիմնական էներգետիկ հզորությունները, պարոն Վեսոփյան մնաս, եթե ինչ-որ բան ավելացել, իհարկե կատակ եմ նայում էներգետիկայից եք խոսում։ Մեր հզորությունները ուրեմն ճկունություն հաղորդելու համար, օրինակ ցերեկային ժամերին երբեմն ստիպված ենք լինում էներգետիկ համակարգից անջատել Երևանի ջեկը եւ այն օրինակ գերեկոյան ժամին, երբ որ արևներ չկա, նորից բերել էներգետիկ համակարգ, ստիպված ենք լինում մեծամորի ատոմականի հզորությունը որոշակի չափով ցերեկային ժամերին իջացնել, այո, որոշակի ժամերին ավելցուկ կա, բայց նաեւ արտահանման ծավալների մեծացման պայմանավորված պլանավորում ենք, որ այդ ավելցուկը պիտի արտահանենք այլ երկրներ, մասնավորապես հիմա հաջողությամբ արդեն մեկնարկել ենք դեպի Վրաստան գնացող եւ երկար սպասված գծի կառուցման աշխատանքներ, իհարկե ժամկետի առումով բավական երկար մի քանի տարի անհրաժեշտ է լինելու այդ գծի կառուցման համար, բայց օրինակ այդ գծի կառուցումով մենք հնարավորություն կունենանք մեր երկրում արտադրված էլեկտրաէներգիան արտահանել Վրաստան եւ Վրաստանով արտահանել նաեւ այլ երկրներ, հաջողությամբ արտահանում ենք իրականացնում Իրանի Իսլամական Հանրապետություն եւ 400 կՎ գծի կառուցման աշխատանքները առաջիկայում ուրեմն ավարտական փուլում են գտնվում, այդ գծի կառուցման պայմանավորված կարողանանք ավելի մեծ ծավալի էլեկտրաէներգիա արտահանել, այդ թվում նաեւ Իրանի Իսլամական Հանրապետություն, չնայած հիմա ամբողջ տարվա ընթացքում մենք առանց դադարի դա անում ենք։ Վրաստանը երբ եք նախատեսում գծի կառուցման որոշ հատվածների մասով շինարարական աշխատանքների ժամկետը նախատեսված է մինչև 6 տարի եւ այդտեղ էլ ունենք միջազգային կապալառու ընկերություններ, մասնավորապես չինական ընկերություններ, սպայն աշխատանքները մեկնարկել մի լոտի մասով եւ այդ ժամանակահատվածում ավարտելուց հետո մենք կկարողանանք արդեն Հայաստանի էներգետիկ համակարգը ավելի մեծ թողունակությամբ կապել Վրաստանի էներգետիկ համակարգին։ Սրան զուգահեռ նաեւ պիտի ուրախությամբ արձանագրեմ, որ Հայաստանում էլ ավելացել են էլեկտրաէներգիայի սպառման ծավալները, այդ թվում նաեւ ուրեմն արհեստական բանականության սերվերների մասով եւ եթե մեր
արտադրական կարողությունները մեզ թույլ տան շատ ավելի շատ էներգիա կարողանալ արտադրել Հայաստանի Հանրապետությունում, իսկ մենք գնում ենք այդ ճանապարհով եւ նախորդ տարի էլ 2025-ին էլ 2024-ի ամենամատ արտադրանքի աճ ենք ունեցել, ապա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մեր գործընկերների ջանքերի արդյունքում այստեղ ավելի մեծ թվով ուրեմն AI գործարաններ եւ ոչ միայն AI գործարաններ կտեղակայվեն, ինչը համաշխարհային ուրեմն համաշխարհային ցուցանիշներով այդ գործարանները հիմա էներգետիկ համակարգի ամենամեծ շահառուներն են եւ էներգիայի ամենամեծ սպառողներն են, որովհետեւ այնտեղ հովացման հետ կապված հարցեր կան, աշխատանքի հետ կապված հարցեր կան եւ դրանք ավելի մեծ դերվածքային լիզվությամբ ճշտում եք թրիփի հետ կապված հիմա ինչ է տեղի ունենում, գետնի վրա ինչ-որ գործընկերների հետ ուրեմն ուսումնասիրության աշխատանքները ավարտական փուլում են գտնվում, գիտեք որ 2026 թվականի մայիսի վերջ կամ հունիսին ուրեմն Հայաստանի եւ Միացյալ Նահանգների արտգործնախարարները ստորագրեցին համապատասխան փաստաթուղթ վստահ եմ որ մենք 2026 թվականի երկրորդ կես արդեն դեպի ավելի աշուն կամ ձմեռ գնացող ժամանակահատված կանցնենք շինարարության։ Ֆունդացիան հաշվի առնելով ախալքալակ կարծ երկաթուղի բացումը, հա մենք ինչ նույն քայլեր ունենք Թուրքիայի հետ ու կանոնի կապի մասին։ Կարս ախալքալակ երկաթգծի բացումը մեզ հնարավորություն է տալիս Հայաստանում արտադրված ապրանքները տեղափոխել դեպի ախալքալակով կարս եւ կարսով դեպի եվրոպական երկրներ ուղղությամբ հնարավորություն է տալիս նաեւ եվրոպական երկրներից իմ նշած երթուղով կարսից ախալքալակ եւ ախալքալակից արդեն Հայաստանի Հանրապետությունի երթուղով այլ երկրներում արտադրված է մասնավորապես եվրոպական երկրներում, որոնց մի մասը ԵՄ անդամ է, որոնց մի մասը ԵՄ անդամ չի, սա նշում է որտեղ ստանդարտների տարբերություն էլ կա ապրանքներ ներմուծել, այսինքն մեր համար լրացուցիչ շուկաներում հայաստանյան ապրանքը հայտնվելու հնարավորություն է տալիս եւ իմիջիալոց ես ընդամենը օրեր առաջ ախալքալակում մասնակցել եմ բացման միջոցառմանը, շփումներ եմ ունեցել Վրաստանի իմ գործընկերոջ, Վրաստանի Հանրապետության վարչապետ պարոն Կոբախիձեի հետ, նաեւ շփումներ եմ ունեցել Ադրբեջանի համապատասխան ոլորտը համակարգող նախարարի, Թուրքիայի համապատասխան ոլորտը համակարգող նախարարի հետ եւ իրենց շփումներից ունեցած իմ տպավորությունն էլ այն է, որ բոլորը գնահատում են համատեղ ուրեմն արտադրանքը տարբեր երկրներով այլ շուկաներ տանելու հնարավորությունը, որտեղ այդ հնարավորությունը ինչպես հնարավորություն է Հայաստանի Հանրապետության համար, այնպես էլ հնարավորություն է Ադրբեջանի համար, Վրաստանի համար, Թուրքիայի համար եւ նաեւ պետք է արձանագրեմ, որ բոլորի դիրքորոշումը այն է, որ խաղաղությունը մեզ տալիս է այդ հնարավորությունը խաղաղությունից համատեղ նաեւ տնտեսական օգուտներ քաղելու, որովհետեւ խաղաղություն, եթե կա տարածաշրջանում, այդ խաղաղություն է բոլորի համար եւ եթե տարածաշրջանի ցանկացած երկրում կա պատերազմ, այդ պատերազմը է բոլոր մյուս երկրների համար։ Բազմաթիվ ապրանքներ կան, որոնք հետաքրքրում են բազմաթիվ ապրանքներ կան, որոնք հետաքրքրում են մեր տարբեր երկրների գործընկերներին, պիտի ասեմ, որ նաև օրինակ դեպի եվրոպական շուկա արտահանվել է ծաղիկի խմբականակ, առաջիկայում գյուղմթերքի խմբականակ, Թուրքիայի գործընկերները պիտի ասեն իրենց ինչ ապրանք է հետաքրքրում, մենք Ադրբեջան օրինակ արտահանման փորձ ունեցել ենք երկաթուղու միջոցով, Ադրբեջանից Հայաստան ներկրման փորձ ենք ունեցել երկաթուղու միջոցով եւ այդ ուրեմն ներկրումը եւ արտահանումը շարունակվում են վստահաբար Թուրքիայում կգտնվի այնպիսի ապրանք, որը չկա Թուրքիայում, բայց կա Հայաստանի Հանրապետությունում կամ ավելի մատչելի է Հայաստանի Հանրապետությունն եւ իրենց համար հետաքրքրություն կառաջացնի նույնը նաեւ մեր դեպքում Իսկ եվրոպական շուկաներ ծավալային տվյալների չեմ տիրապետում հարգելի գործընկերներ այդ ոլորտը Հայաստանում համակարգում է էկոնոմիկայի նախարարությունը։ Դեռ նաև Կովկասյան երկաթուղի մասնավորված հստակեցումներ կարծել ոչ կոնցեսիոնի հարցում մեր այդպես անորոշ հիմա շարունակվում է այս անորոշությունը։ Մեր համար Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող երկաթուղու ցանցի զարգացումը մեր կարևոր առաջնահերթություններից մեկն է եւ այդ նպատակով մենք Ախորիկի եւ Երասխի հատվածների համար նախագծման մրցույթ ենք հայտարարել, այսինքն այդ մրցույթի ամփոփումից եւ նախագծի պատրաստելու հետ մեկտեղ նաեւ շինարարության մրցույթ կհայտարարենք եւ մեր պլանն է մեր երկաթուղին արդիականացնելն է, մեր երկաթուղին այլ երկրների երկաթուղիներին կապելն է, ինչը մեզ Էստվային ռուսական կողմի գործընկերների հետ աշխատում ենք այն պայմանագրերի շրջանակներում, որոնք ունենք։ Ինչպես գազի դեպքում։ Ուղղակի ճշտում որ ասացիք այս տարվա երկրորդ կեսին շինարարական աշխատանքները կսկսվեն։ Նկատում եք հենց երկաթուղու շինարարական աշխատանքները։ Կդժվարանամ ասել կոնկրետ որ ենթակառուցվածքի կսկսվի,
երբ որ վերջնական որոշումը կլինի, դրա մասին կամ ես կամ գործընկերները կհայտվեն։ Պարոն Պետյան, խոսեցիք EI գործարանից, վերջերս Գագարինին բացվեց առաջին EI գործարանը եւ պետք է Ամերիկայից գային այստեղ ներկայացուցիչներ տեղեկ եկեք այցը իրականացվել է եւ ինչ արտարայություններ են ստան իրականացնում։ Տեղեկ չեմ, այդ ոլորտը չենք համակարգում ենք, այդ ոլորտի հետ կապված էլ պատկերացումները սիրողական մակարդակի են, իսկ այնտեղ որտեղ պատկերացումները սիրողական մակարդակի են, սպասում հանրային մեկնաբանություններ չտա։